պետական խորհրդանիշների հանդեպ ուշադրությունը եւ դրանց միասնական ստանդարտը կառավարության առաջնահերթ գործունեության ուղղություններից է եւ նախորդ տարի Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին օրենքում կատարվեցին փոփոխություններ եւ լրացումներ, որոնք ուղղված էին հենց այդ միասնական ստանդարտի սահմանմանը։ Դրանից հետո տեղի ունեցավ օրհներգի երկար եւ կարճ տարբերակներով պաշտոնական ձայնագրությունների ստեղծումը, որոնք տեղադրվեցին կառավարության եւ նաեւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կայքում հասանելի դառնալով տարբեր կառույցներին, ինչպես նաեւ քաղաքացիներին օրենքով սահմանված ընթացակարգերի պարագայում կիրառման համար եւ այժմ ամփոփելով այս աշխատանքը ներկայացրել ենք օրհներգի կատարման կարգը, որը հստակ սահմանում է, թե երբ, որտեղ եւ ինչ տարբերակով պետք է հնչի Հայաստանի Հանրապետության օրհներգը, որպեսզի ստանդարտի կիրառումը նույնպես ունենա միանշանակ ձևակերպում եւ դրանից հետո էլ միանշանակ գործածում։ Ըստ էության կարող ենք նշել, որ օրհներգի կատարման կարգը պարտադիր է դարձնում պետական միջոցառումների ժամանակ օրհներգի կենդանի կատարումը եւ սա նշանակում է, որ ցանկացած միջոցառումներ, որոնք պլանավորվում են պետական կառույցների կողմից, առավել եւս երբ որ խոսում ենք արարողակարգային միջոցառումների ժամանակ, ապա պետք է նախապես պլանավորել եւ ապահովել օրհներգի կենդանի կատարման հնարավորությունը, որը կարող է լինել նվագախմբային եւ երգչախմբային կամ երգչախմբային տարբերակներով։ Կարգավորվում են նաև բոլոր այն դեպքերը, երբ որ օրհներգը կարող է հնչել նաև այլ ոչ պետական կազմակերպությունների եւ այլ անձանց կողմից անցկացվող հանդիսավոր արարողությունների եւ միջոցառումների սկզբում, եւ այստեղ կենդանի կատարումը բնականաբար նույնպես դիտարկվում է, բայց ձայնագրությունների պարագայում պարտադիր է կիրառել այն պաշտոնական ձայնագրությունները, որոնք ինչպես արդեն նշեցի, հասանելի են։ Հատուկ պետք է ուշադրություն հրավիրեմ ուսումնական հաստատություններում օրհներգի կատարման կարգի վրա, մասնավորապես օրենքը արդեն իսկ սահմանում է, որ մանկապարտեզներում, դպրոցներում եւ քոլեջներում ուսումնական շաբաթվա սկզբին օրհներգը պետք է հնչի։ Օրհներգի կատարման կարգով հստակեցվում է, որ օրհներգը պետք է կատարվի հաստատության սաների կենդանի ձայնակցությամբ, այսինքն մենք պարտադիր ենք դարձնում, որպեսզի օրհներգի կատարումը ներառի նաև բոլոր անձանց, ովքեր ներգրավված են եւ սա ունի շատ կոնկրետ նպատակ, որպեսզի պետական կարևորագույն խորհրդանիշը, ինչպիսին օրհներգն է, դառնա կրթական ամենացածր օղակից, երեխաների ամենաառաջին գիտելիքներից մեկը, որ ստանում են եւ ոչ թե ուղղակի տեքստ կամ երաժշտություն, որ լսում են, այլ նաև իրենց կողմից կատարվող մի ծես, որը դառնում է նաև պետության գիտակցման եւ պետականության զգացման ամրապնդման շատ կարևոր ուղենիշ։ Կարգավորվում է նաև օրհներգի պարագայում ունկնդրողների կամ ձայնակցողների պահվածքը, մասնավորապես որպես կանոն պետք է հոտնկայս իրականացնել օրհներգի ունկնդրումը կամ ձայնակցումը, աջ ձեռքը կրծքին դրված, իհարկե օբյեկտիվ անհնարինության դեպքում պարզ է, որ այս ուրեմն պահանջը չի դիտարկվում, ինչպես օրինակ ֆիզիկական սահմանափակումների դեպքում եւ օբյեկտիվ այլ անհնարինության դեպքում։ Ըստ էության համառոտ այսքանն է, խնդրում եմ հաստատել, շնորհակալություն։ Շնորհակալ եմ Տիկին Անդրեասյան, երեխաների պարագայում սկսած մանկապարտեզից ի վերջո նաև երգը երգել սովորելը կրթական process-ի շատ կարևոր մաս է եւ կարծում եմ, որ ընդհանրապես եւ ուզում եմ ասեմ հարգելի գործընկերներ, այս որոշումները եւ այս նրբություններով այս որոշումներին մենք հանգել ենք գործնական կյանքում հանդիպած իրավիճակների բերումով եւ իհարկե նաեւ սա չափազանց կարևոր խնդիր է մեր պետականության գիտակցման եւ պետական ատրիբուտների պահպանման եւ զարգացման տրամաբանությամբ եւ մեզ քաղաքացիներից պետական կառավարման համակարգին պետության նկատմամբ դիրքավորվելու տրամաբանությամբ, այո, տրամաբանությունը շատ պարզ է, որովհետեւ պետական մարմնում այն միջոցառումներում, որտեղ պետքա լինի օրհներգ, իհարկե սա չի ենթադրում, որ բոլոր միջոցառումներում պետքա օրհներգը հնչի, կամ միջոցառումներ, որտեղ հնչում է օրհներգը, կամ միջոցառումներ, որտեղ չի հնչում օրհներգը։ Բոլոր միջոցառումներում, որտեղ պետքա հնչի օրհներգը պետքա հնչի կենդանի կատարմամբ։ Սա նշանակում է մեր մի շարք գերատեսչություններ ունեն նվագախմբեր, երգչախմբեր, նրանք ովքեր չունեն նվագախմբեր եւ երգչախմբեր, թող հրավիրեն նվագախմբեր եւ երգչախմբեր, որպեսզի նրանք այդ կատարեն։
որովհետև հիմա կներեք այդ մանրամասների մեջ մտնելուց, եթե տենց միջոցառումը, որ օրհներքը պետք է հնչի, նշանակում է այդ միջոցառումը որոշակի բյուջե նաև ունի։ Կարելի է այդ բյուջեից ուրիշ ատրիբուտների ավելի քիչ տրամադրել եւ հրավիրել երգչախմբերի, նվագախմբերի, եւ սա նաեւ ամենևին էլ երկրորդական չեմ համարում, նաեւ որոշակի ֆինանսական հոսքերի վերաուղում է դեպի մշակույթի եւ արվեստի ճյուղեր, որպեսզի մարդիկ նաեւ զբաղվածության այս էլեմենտով նաեւ մշակույթի ոլորտում, երաժշտության զարգացման ոլորտում ներդրում է։ Եվ ուզում եմ ասել ընդհանրապես վերջերս առիթ ունեցել եմ խոսելու այն երկրներում, որտեղ երաժշտական մեծ եւ համաշխարհային նշանակության ժառանգություն է ձևավորվել, այդ երբ որ այդ երաժշտության զարգացման պատմությունը ուսումնասիրում ես, գնում ես հանգում ես պետական եւ ոչ միայն պետական արարողակարգային միջոցառումների մեջ այս էլեմենտների ներդրման, որը իր հետ ստեղծագործական process-ներ է հարուցել եւ այդ ստեղծագործական process-ների բերումով նաեւ մշակույթը, արվեստը, երաժշտությունը զարգացել է։ Մնացած դեպքերում, որը չի վերաբերվում, հա, ել չեմ ասում, որ իսկ ինչի չեն կարող պետական երբ որ մանկապարտեզների եւ դպրոցների դեպքում ասում են, որ կարող են կատարել, կարող են լինել նաև պետական հիմնարկներում կարող են նույնպես խմբեր լինել, երգչախմբեր լինել, որոնք կարող են պետական օրհներգը կատարել եւ դա կարծում եմ շատ գեղեցիկ կլինի, իհարկե այդտեղ մի քիչ երգելու ընդունակության եւ տաղանդի հարց կա, բայց այս էլ մի հարց է, որը կարծում եմ եւս մի հետաքրքիր էլեմենտ կմտնի պետական համակարգում աշխատելու երբեմն միօրինակ առօրյայի մեջ։ Չնայած պակաս գնալով ավելի ու ավելի պակաս միօրինակ։ Ինչ վերաբերվում է այլ կառույցներին, այս դեպքում մենք ստանդարտ ենք սահմանում, որ պետքա միացվի այն ձայնագրությունը, որը պետական ստանդարտով սահմանված է եւ տեղադրված է պաշտոնական կայքերում։ Դրանից դուրս օրհներգի տարբերակներ միացնելը պարզապես արգելվում է եւ սա էլ մենք պրակտիկայում ունեցել ենք, որովհետեւ ընդհանուր պետական միջոցառումների ժամանակ սկսած արագությունից վերջացրած ամենատարբեր տեխնիկական դետալներով երբեմն այնպիսի տարբերակներ են միացվել, որ ուղղակի որևէ կերպ հարիր չէ պետական միջոցառմանը եւ ընդհանրապես պետական օրհներգին։ Ես կարծում եմ, որ շատ կարևոր որոշում է, այս էլ այն դեպքերից է, որ դեպի այս որոշումը եւ այս որոշումները շատ երկար ճանապարհ ենք անցել, ընդ որում շատ երկար ճանապարհ անցել ենք, որովհետեւ հարցը շատ զգայուն է, ընդհանուր հիշում եք, մենք հիմա օրհներգի տեքստում որոշակի փոփոխություններ արեցինք եւ ակնհայտ է, որ դա ճիշտ եւ փոփոխություններ եւ հասունացած փոփոխություններ, որովհետեւ հիմա մեր օրհներգը ավարտում է «Թող միշտ պանծա Հայաստան» բառակապակցությամբ նախադասությամբ, որը եւ տրամաբանական է, եւ նաեւ ուզում եմ էլի ինձ համար անձնապես էլ շատ տենց բան է, տենց 7-ամյա պատմություն է, ավելի քան գուցե, ես առիթ ունեցել եմ ասելու, երբ որ պետական կառավարման համակարգում ընդհանուր դրոշի հետ ես վերաբերմունքի հետ առերեսվեցի ու ինձ համար զարմանալի էր, որ իմ ռեակցիան զարմանալի էր շատ շատերի համար, երբ որ պետական կառավարման մարմնում ըստ էության գետնին գցած դրոշ տեսա, դրա հետ կապված շատ խիստ որոշումներ կայացրի եւ պարզվեց, որ այդ որոշման հետ կապված այդքան էլ միանշանակ չի կարծիքա արժեր տենց անել, թե չարժե։ Հիմա մենք նաեւ ունենք վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում ենք փոփոխություններ արել, պետական դրոշի հետ կապված վարվեցողության կանոնները խախտելու համար, որովհետեւ մենք ընդհանրապես մենակ դրոշի բան չի, դեպքում չտենց ամեն ինչի դեպքում է տենց, որ դրոշ տանում ենք, միտեղ տնգում ենք, ասում ենք, էս ինչ լավ գործ արենք, հետո այդ դրոշը կմաշի, կճղվի, կքրքրվի, ինչ կլինի, այսինքն ոչ մեկի հոգսը չէ դա, մենք ընդհանրապես կարծում եմ պետք է արձանագրենք, որ ցանկացած բան ինքը սպասարկում է պահանջում, հետագա սպասարկում է պահանջում, այն որ դու ինչ որ մի բան ինչ որտեղ դրիր, դա
վերջը չի, դա ընդամենը սկիզբն է, որ իր մասին պետքա հոգ տանել, ասենք մենք շենքը կառուցեցիր, դպրոցը կառուցեցիր, հանձնեցիր շահագործման, այդ վերջ չի, այդ սկիզբն է, որովհետև հակառակ դեպքում նշանակում է դա դատապարտել ֆիզիկական եւ բարոյական մաշեցման եւ սա նաեւ այդ ընկալման փոփոխություններ են, որոնք ուղղակի կամ անուղղակի կապ ունեն քննարկվող թեմայի հետ եւ առաջարկում եմ ընդունել այս որոշումը եւ ոչ միայն ընդունել, այո, մենք էլ մեր վարվեցողության մեջ պետքա բան անենք, որոշակի փոփոխություններ անենք, որովհետեւ այդ թվում կեցվածքի մեկի մյուսի առումով կարգավորումներ են նախատեսված եւ խնդրում եմ, որ մենք տեքստին ծանոթանանք եւ նաեւ մեր համապատասխան արարողակարգային ծառայություններին էլ զգուշացնենք, որպեսզի միջոցառումների կազմակերպման ժամանակ մասնակիցները տեղեկացվեն, որպեսզի ելի գրածը թղթի վրա չմնա, հետո պարզվի, որ մենք այդքան էլ չենք կատարում մեր կայացրած որոշումները, բայց այստեղ խնդիրը միայն ֆորմալ որոշման կայացման մասին չի, խնդիրը, գիտեք ինչ, երբ հնչում է օրհներքը, դա առանձնահատուկ իրադարձություն է։ Էական չի, որտեղ է հնչում, ինչ առիթով, երբ որ հնչում է օրհներքը, դա առանձնահատուկ իրադարձություն է։ Եվ ինչ այլոց, եկեք այդ բանն էլ, այդ դրանով էլ ենք, չէ՞, խնդրենք հանրային հեռուստատեսությանը այդ հնամաշ հոլովակը ի վերջո պետքա փոխել։ Ինչքան կարելի է հասկանալ, 20 լավ չեմ հիշում, բայց ես ինչքան հիշում եմ, այդ մի հոլովակն է, այսինքն մեր բանը, մեր պետությունը կամ մեր մյուս կառույցները, հեռուստատեսությունները գումար չունեն, 2 տարին մեկ թարմացնեն պետական օրհներքի հոլովակը։ Սա վերաբերմունք է, չէ՞։ Ասենք ոնց որ մենք ասենք, ենթադրենք 12 թվից, ասենք նույն շորերով ման գան։ Կանենք մեկը սենց բան կա, կանենք, բայց մեր պետությանը հագցնում ենք նույն շորերը, ասում ենք հա դե լավ այլ ինչ ա եղել։ Մեկը ժամը 12-ին ոչ նայող կա, ոչ լսող կա, առավել եւս ոչ էլ ոտի կանգնող կա։ Ինչ իմաստ ունի։ Սա վերաբերմունք է։ Այս վերաբերմունքը, բայց այդ մենք այս դրվագով ենք նայում։ Հետո այդ վերաբերմունքը արտահայտվում է անընդհատ տարբեր տեղերում, տարբեր առիթներով եւ այլն եւ այդպես շարունակ։ Պետք է դրված էր, չէ՞ խնդիր, որ պետք է հոլովակ նոր նկարահանենք։ Լուծել ենք այդ հարցը։ Այո, պարոն վարչապետ, նման խնդիր դրված է եւ ես կարծում եմ, որ առաջիկայում այդ հոլովակը արդեն, որտեղ սցենարային առաջարկը կա եւ այդ հոլովակը նաեւ հասանելի կլինի, պատրաստ կլինի եւ կսկսի կիրառվել եւ նաեւ օգտվելով առիթից, պարոն վարչապետ, կուզեի եւս մեկ անգամ իրազեկել նաև մեր քաղաքացիներին եւ այն կառույցներին, որոնք կուզենան օգտագործել օրհներքի ճիշտ տարբերակը եւ կառավարության Կներեք, ովքեր չուզենան օգտվել օրհներքի ճիշտ տարբերակը, դրան պետք է հետևի պատասխանատվություն։ Այո, ճիշտ եք, ձևակերպումս ստույգ չէր, ովքեր պարտավոր են օգտագործել օրհներքի ճիշտ տարբերակը, ինչպես կարող են գտնել, կառավարության կայքում կա Հայաստանի մասին բաժին, Հայաստանի մասին բաժնի ներքո ընդհանուր տեղեկություններ են, որտեղ ներկայացվում են պետական խորհրդանիշները եւ շատ հեշտ 1-2 գործողությամբ կարող են կառավարության կայքից, ինչպես ես նշեցի, հասանելի է 6 տարբերակ ձայնագրության, դրանք ներառում են միայն նվագախմբային, միայն երգչախմբային, նվագախմբային եւ երգչախմբային, երկար եւ կարճ տարբերակները։ Եվ այս ձայնագրությունները հասանելի են ու կարող են օգտագործվել կարգով սահմանված դեպքերում։